Չինաստանի արտգործնախարար Վանինը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, նա հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Վլադիմիր Պուտինը ողջունել է Վանիի այցը Ռուսաստան, բարձր գնահատել ռուս-չինական հարաբերությունները եւ պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համապարփակ գործընկերությունը եւ ռազմավարական գործակցությունը Չինաստանի հետ։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարներն էլ մտքեր են փոխանակել բարձրագույն եւ բարձր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակացույցի, նաեւ գործակցության տարբեր հարցերի շուրջ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հեռանկարների շուրջ։ Ռուսաստանը Թրամփի խորհրդական Մայք Ուոլցին եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին տեղեկություն է փոխանցել Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին հարվածների մորատորիումի խախտումների մասին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Սերգեյ Լավրովի խոսքով պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն անվտանգության խորհրդի նիստում հայտնել է, որ մորատորիումը չի պահպանվում, Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներն անօթաչուների հարձակման են ենթարկվում։ Լավրովը պնդել է, որ ռուսական բանակը պահպանում է մորատորիումը։ Ռուսաստանի ԱԳՆ նախարարը տեղեկացրել է, որ նախապատրաստվում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի զինված ուժերը գիշեր անօթաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ են հասցրել մեկը մյուսի տարածքին, երկու կողմերում էլ կան վիրավորներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են ուկրաինական 93 անօթաչու թռչող սարք, որոնց մեծ մասը 87-ը Կուրսկի մարզի երկնքում։ Եվս 4 հաթսը խոցվել է Ռոստովի մարզի, 2-ը Բելգորոդի մարզի երկնքում։ Զոհերի եւ ավերածությունների մասին ռազմական գերատեսչությունը չի հայտնում իր հերթին Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ գիշերը Խարկովը ռուսական ուժերի կողմից ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային գրոհի։ Հարվածների են ենթարկվել երկու քաղաքացիական ձեռնարկություն, բռնկվել են հրդեհներ։ Իրանը վերահաստատում է, որ երբեք եւ ոչ մի դեպքում չի ձգտի, չի արտադրի կամ չի փորձի միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին։ Իրանը վերահաստատում է, որ դիվանագիտական շփումներն արդյունավետ են եղել անցյալում եւ կարող են արդյունավետ լինել նաեւ այսօր։ Այնուամենայնիվ բոլորի համար կարեւոր է հասկանալ, որ գոյություն չունի ռազմական լուծում, առավել եւս ռազմական տարբերակ։ Մերձավոր Արևելքում աղետալի ձախողումները, որոնք նախկին վարչակազմերին արժեցել են ավելի քան 7 տրիլիոն դոլար, ավելի քան խոսուն են, ասել է իրանցի դիվանագետը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակի 4-րդ զինվորին, որը 3 այլ զինվորների հետ միասին անցյալ շաբաթ Լիտվայում անհետացել էր, երբ նրանց մեքենան խորտակվել էր տորֆային ճահիճում, հայտնաբերել են մահացած։ Մյուս 3 զինվորականներին մահացած են գտել մարտի 31-ին։ Հայտնի էր, որ զրահապատ մեքենայով զինվորները զորավարժություններ էին անցկացնում Բելարուսի սահմանի մոտ գտնվող Պաբրադե զորավարժարանում։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութի հարավային արվարձանում 4 մարդ է զոհվել, այդ թվում Հզբոլլահի պաշտոնյա։ Իսրայելի զինվորականներն ասել են, թե պաշտոնյան Հասան Բդեիրը եղել է Հզբոլլահի եւ իրանական Ղուդս ջոկատի անդամ եւ օգնել է պաղեստինյան Համաս խմբավորմանը իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչություն պլանավորելու հարցում։ Լիբանանի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ թիրախը եղել է Հզբոլլահի գործիչը։